Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայացք Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր Հայացք Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն է լինելու երգիչ Արսեն Զաքարյանը։ Բարև ձեզ։ Անչափ ուրախ եմ, որ Վանաձայնի եթերում հնարավորություն ունենք ձեզ հետ զրուցելու, որովհետև պարբերաբար ձեր կատարումներից մենք հնչեցնում ենք մեր տարբեր ծրագրերում եւ այսօր այն լավագույն հնարավորությունն է ոչ միայն լսելու ձեր գործերից, այլ նաեւ զրուցելու, թե ինչպես սկսեցիք ընդհանրապես երգի այս հրաշք աշխարհ մուտքը։ Նախ ասեմ, որ ես եմ շատ ուրախ, որ այսօր ձեզ հետ այս հարցազրույցն եմ ունենալու։ Երգի աշխարհ մտել եմ 14-15 տարեկանից, մինչև այդ երազել եմ այդ աշխարհի մասին, բայց այդպես չգիտեմ, ձգվել եմ մինչև այդ տարիք, սկսել եմ Արմավիրի մշակույթի քոլեջից վոկալ ստուդիայից, ապա երգի թատրոն, հետո կոնսերվատորիա, հետո Դոնի Ռոստովի կոնսերվատորիա, եւ այդպես հետո այնպես ստացվեց, որ ուղին նորից բերեց դեպի Երևան, դեպի Հայաստան։ Եվ Հայաստանում արդեն գործնեություն տարաժանր, բազմաժանր գործնեություն, քանի որ ջազն է ձեր հետաքրքրության շրջանակում, նաև ժողովրդական երգը իր կարևոր մասն ունի, այնուամենայնիվ որ երգատեսակում, որ ժանրում, որ ասպարեզում եք առավել ձեզ զգում, որ դա ձերն է։ Ընդհանրապես ես իմ երաժշտական այդպես գործունեությունը, որպես այդպեսին կամ այսպես ասեմ վոկալի գնալուց սկսել եմ առաջին մի քանի տարին դասականել, որովհետև այդ ժամանակ Արմավիրում ջազ էստրադա չկար այդ բաժինը, որպես ես ընդունվեի, բայց ի սկզբանե ուզել եմ այդ բաժնում սովորեմ, ուղղակի քանի որ չկար, գնացել եմ դասական վոկալ, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև այդ դասական վոկալի ակադեմիական վոկալի հիմքը շատ լավ արդյունքներ է տալիս, ապա գնացի երգի թատրոն, երբ որ զգացի արդեն այն տարիքն է, որ ես կարող եմ միայնակ գալ Երևան սովորել, այդպես սկսվեց իմ էստրադային երգի այդ աշխարհը ուսումնասիրելը եւ բնականաբար ժողովրդական երգը։ Ժողովրդական երգը ընթացքում ես այդպես իմ մեջ երգել եմ, իմ միշտ այս պատմությունը պատմեմ, հա, Կոմիտասի հետ կապված մի այդպիսի հետաքրքիր պատմություն կա, իմ տատիկիս պապիկի հայրը եղել է Հառիճավանքի քահանան, որտեղ ծանոթացել է Կոմիտասի հետ, քանի որ Կոմիտասը Հառիճը, ընդհանրապես այդ Հառիճ գյուղի իր սիրած գյուղն է եղել, երբ որ ամառները գնացել է այնտեղ ամառելու։ Եվ Կոմիտասի հետ ծանոթացել է, այնտեղ նաև քանի որ քահանա է հավաքագրել է նաև երգեր, չգիտեմ, պարեր, Կոմիտասին է փոխանցել, հետո Կոմիտասի հետ քանի որ ընկերացել են, հրավիրել է իրենց տուն, իրենք ապրել են Արևշատ գյուղում։ Դա Շիրակի դաշտավայրում է գտնվում այդ գյուղը, Արևշատ գյուղում հրավիրել են իրենց տուն, հետո տատիկիս պապիկը այդ ժամանակ եղել է 8 տարեկան, Կոմիտասի համար երգել է եւ այդ ժամանակ Կոմիտասը ասել է Բալիկ ջան, ինձ համար մի երգ երգես ու այդպես գյուղի երեխաները լսել են կողքից ծիծաղել են Բալիկ այդ բանի վրա, անվան կոչման վրա ու այդպես այդ մարդու անունը մնացել է Բալիկ, ածական է, էլի։ Ու այդպես մինչև հիմա իրենց գյուղացիները, որ ասում ես Բալիկ պապիկին, իրանք գիտեն մինչև հիմա։ Հետո Բալիկ պապիկից է միգուցե գալիս նաև երգի նկատմամբ։ Միգուցե ինքը Կոմիտաս է շատ սիրել երգել, մինչև վերջին տարիների իր ապրելու երգել է Կոմիտաս ու հա, այդպես լրագրողներն էլ ինչ-որ նյութ էին գրել թերթում Կոմիտասի Բալիկը, դե լրագրողները օգտվել են այդ Բալիկ անվանումից, որ ինչպես թե Կոմիտասի Բալիկը դե նա կուսակրոն է եղել, Բալիկ չունի։ Ինձ թվում է նաև իրենից է եկել, բայց իմ հորական կողմն էլ բոլորը այսպես երգում են, այսինքն չեն զբաղվել երգով, բայց բոլորը այսպես ասած սլուխից լավ են երգում են, միշտ ես այդ երգը լսել եմ ու ինձ համար փոքր ժամանակ խորթ է եղել են, որ կարող է ինչ-որ մեկը երգել, չգիտի, ես մտածել եմ բոլորը կարողանում են երգել, չեմ մտածել, որ ինչ-որ մեկը կարա, չգիտեմ, վատ երգի կամ սլուխ չունենա կամ ռիթմի զգացողություն չունենա, ինձ համար նորմալ է եղել։ Մորական տատիկիս հայրն էլ է երգել, այսինքն ես բոլոր կողմերից եւ մորական եւ հորական եւ տատիկի եւ պապիկի կողմից ունեմ
գեները, իսկ գեներով փոխանցվել է։ Շատ լավ է, որ այդ փոխանցված գեներն այսօր իրենց դրսևորումն ունեցան առավել լայն լսարանի համար եւ մենք կարողանում ենք նաեւ ձեր կատարումները ես էլ եմ շատ ուրախ վայելել, որ ես կարողացա ինչ-որ չափով այդ գեները ցույց տալ, դե երևի ավելի շատ այդ տատիկի կողմից է այդ Կոմիտասյան եկել, որտեղ ես սկսեցի Կոմիտաս երգել ինքս ինձ համար։ Դե երբ որ գնում էի Արմավիրում այդ 3 տարին ակադեմիական վոկալ, այդ շրջանում Կոմիտաս երգում էի, սովորում էի ու ինքս էլ փորձում էի ինչ-որ Կոմիտաս երգել ու զգում էի, որ մարդկանց դուր է գալիս, են որ բարեկամները հավաքվում են մի հատ երգի, Կոմիտաս էի երգում ու շատ հավանում էի։ Հետո հետագայում ես ինքս եմ սկսել երգել ֆոլք երգեր, ժողովրդական այդքան, այսինքն տեսեք, ժողովրդականն ու աշխուղական գուսանականը իրանք բաժանված են։ Աշխուղականն ու գուսանականը մի քիչ առանձին ճյուղ են, ժողովրդականը այնա, որ ժողովրդից է եկել, այսինքն հիմնականում չգիտենք նաև ով է գրել այդ երգը, որտեվ այդպես բերան եկել է այդ երգերը։ Իսկ աշխուղական գուսանականը հիմնականում գիտենք, Սայաթ-Նովան կամ չգիտեմ, Գուսանաշոտ։ Իրանք առանձին են, այսինքն չեն համարվում ժողովրդական, իրանք համարվում են աշխուղական, գուսանական։ Ես հիմնականում երգել եմ ժողովրդական ֆոլք երգեր, այսինքն այն ինչ որ իմ հոգուց եկել է։ Այսինքն եթե դուք էլ փորձեք երգել ժողովրդական երգ, մի նոտա այսպես երգեք, սխալ երգեք, վատ երգեք, ոչ մեկ, ես չեմ ասի, որ դա սխալ է, որովհետև դա մեր հոգուց եկած, մեր երգերն են։ Արսեն, քանի որ խոսք գնաց Կոմիտասից, Կոմիտասյան երգից եւ ձեր կատարումներից, այս պահին պետք է մեր զրույցը ընդմիջենք լսելով ձեր կատարումներից մեկը, Կոմիտաս կռունկ պետք է լսենք։ Հայը որտեղ է լինի, կռունկը միշտ իրեն հարազատ է, միշտ սիրում է, իսկ այս կատարումն էլ յուրովի է ներկայացվում, այնպես որ լսենք եւ շարունակենք մեր զրույցը։ Բարեկամների հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն է երգիչ Արսեն Զաքարյանը, լսում ենք Կոմիտաս կռունկ, խնդրեմ։
Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է երգիչ Արսեն Զաքարյանը։ Լսեցինք Արսենի կատարումներից մեկը Կոմիտաս կրունկ եւ շարունակում ենք զրույցը։ Արսեն, հետաքրքիր ընթացք է ձեր գործունեության ընթացքը նաեւ, որովհետեւ շատ կարճ ժամանակում ճանաչվեցին ձեր կատարումները, ձեր անձը, ու նաեւ ասպարեզը հետաքրքիր էր, որովհետեւ ժողովրդական երգի ասպարեզը ձեզ առավել ընդունեց. այս երգում ձեզ առավել սիրեցին, այս տեսակը ձեզ առավել գնահատեց նաև ու այսօր էլ Կոմիտասի կատարումներով հաճախ եք ներկայանում։ Այնուամենայնիվ Բալիկ պապից եկող այդ Կոմիտասի ու Կոմիտասյան երգի նկատմամբ սերը անհետ չկորավ, եկավ, հասավ եւ այսօր էլ փոխանցում եք նաև հանդիսատեսին։ Սակայն Կոմիտասը միայն Կոմիտաս չէ, որ ձեր երգացանկում կա, այլ բավականին հարուստ է երգացանկը։ Դե նախ սկսեմ նրանից, որ երբ որ ուսումս վերջացրեցի եկա Հայաստան, սկսվեց ազգային երգիչ նախագիծը, որոշեցի մասնակցեմ Շանթ հերոստանգերությունում։ Եվ առաջի երգը հենց երգեցի Գուլոն, ֆոլք երգ է Գուլոն, շատ սիրվեց այդ երգը, այսինքն ես հենց նախագիծ մուտք գործեցի ֆոլք երաժշտությամբ ու ինձ շատ հավանեցին ու մեծ տարածում գտավ այդ երգը, հետո որպես կերպար այդպեսին ես մնացի, կարելի է ասել, այդ ֆոլք, ինչ-որ կոմիտասյան, բայց ընթացքում նաև եղել է, երբ որ երգել եմ օրինակ Ազնավուր, երբ սիրում ես ինձ, էլի կոմիտաս եմ երգել, երգել եմ ֆոլք երգեր, այսինքն իմ ժանրը բազմազան է եղել, բայց հիմնականում հիմնված է եղել այդ ինչ-որ կոմիտասյան հայկական այսպես ֆոլք կերպար եմ եղել։ Դե նախագծում բնականաբար դա ինձ մեծ օգուտ ա տվել, որովհետև երբ որ դու ունես արդեն ինչ-որ մի գիծ, որի վրա մարդիկ պետք է հիմնվեն, այսինքն իրանք գիտեն դու երգում ես ֆոլք կամ երգում ես կոմիտաս, դա քեզ մեծ ինչ ասեմ, օգուտ է տալիս, հնարավորություն, որովհետև մարդիկ այսինքն քեզ ճանաչում են ինչ-որ ձևով, այսինքն եթե ես երգեի էստրադա, հաջորդ օրը երգեի ֆոլք, հետո երգեի կոմիտաս ու անդադ կերպարներն էլ փոխվեր, մարդիկ չէին հասկանա արդյոք ես ով եմ։ Եվ նաև ձեզ համար դժվար կլիներ մեկից մյուս անցումը այդպես։ Իհարկե դժվարությունը ինձ համար ու շատ երգիչների կամ, չգիտեմ, արվեստով զբաղվող մարդկանց համար հաճելի է այդ դժվարությունը, որովհետև դու նաև դու ես իմանում, այսինքն այդ փոփոխությունները քո վրա ինչպես են ազդում, դու կարողանում ես մի ժանրից մյուսը փոխվես, բայց նաև իհարկե, երբ որ նախագիծ է եւ մրցույթ է, այսինքն դու մրցակցում ես, ավելի հանգիստ է, երբ որ դու մի ոճի մեջ ես, իհարկե մյուս կողմից էլ, եթե դու տարբեր ոճերում ես ներկայանում, դա էլ ինչ-որ չափով մրցակցությանը օգնում է, բայց մենք մի քիչ այդ մրցակցությանը այլ ձևով էինք մոտենում, այսինքն մենք մի քիչ ընկերասիրական այսպեսի ֆոն էր ստեղծվել ու այդ մրցակցությունը այդքան էլ չկար, իհարկե բնականաբար մրցույթ է, չգիտեմ, դու փորձում ես լավ ներկայանաս, բայց դա այն չէր, որ դու ուզում ես քո ընկերոջից լավ ներկայանաս։ Օրինակ ես փորձում էի ամեն ելույթի ժամանակ ինքս ինձ գերազանցել, ոչ թե ընկերներս։ Այդ պարագայում այդ ընկերական միջավայրը ստեղծվում է։ Հասկանալի։ Արսեն, որն է ձեր մանկության երգը։ Այ որ երգն եք հիշում առաջինը, որ դա ձերն էր, դուք այդ երգն եք կատարում, միգուցե առաջինն եք լսել այդ երգը։ Շատ լավ հարց է այս հարցը, որովհետև ես միշտ հիշում եմ վերջին շրջանում, թե ինչ երգեր էինք մենք երգում մանկապարտեզում, ինչ երգեր էինք լսում, ինչ երգերի տակ էինք ապրում եւ մի քիչ բողոք եմ, էլի, եւ հիմա օրինակ ես ինչ եմ լսում, երբ որ երեխաներին տալիս են ունկնդրելու։ Մենք օրինակ ես հիշում եմ, երբ որ մանկապարտեզում լսում էինք Իմանուշ հայրենիք, օրինակ Շուշան Պետրոսյանի, երբ որ ես իմ մանկությունն եմ հիշում, չգիտեմ, այսպես Շուշան Պետրոսյանի ձայնը գալիս է այդ Իմանուշ հայրենիք, հետո չգիտեմ, Քոչարի տակ էինք ապրում, պարզապես ձեր բախտը բերել է երևի, որ այդ ընթացքում մանկապարտեզի ձեր դասյարակները ընդհանրապես այն անձինք, ովքեր զբաղվել են կրթությամբ, այդ փուլում ճիշտ երգ են։ Իդեպ մանկության երգը հենց այդ առումով է կարևոր, որ ինչ լսում ես, դրա նկատմամբ է նաև հետաքրքրությունը, սերը։
Դե բնականաբար այդ շրջանում կային նաև մանկական երգեր, բայց ես մանկուց եմ այսպես հուզական եղել, այսինքն շատ ամեն ինչ սրտիս մոտ, օրինակ կար երգ Վարդուհի Վարդանյանի, որ իր տղայի հետ էր երգում, այդ երգը ես շատ էի սիրել ու իմ առաջին այդպես որ ես ընկալել եմ որպես երգչուհի նու երգիչների մեջ եղել է Վարդուհի Վարդանյանը, որ ես ընդունել եմ իրեն ու շատ սիրել եմ ու այդ շրջանում ես 6 տարեկան էի, երբ որ ինքը մահացավ ու ես այդպես լուրերով տեսել եմ ու ինձ վրա շատ ազդել է ու երբ որ հետո ցույց էին տալիս այդ հոլովակը, երբ որ իր տղայի հետ երգում է, ես միշտ հարցնում եմ մամայից, բա հիմա ինքը որ մեքենայով գնաց, էլ չի գալու, որտեվ այդ հոլովակի մեջ ինքը իր տղային թողում է դպրոցում գնում է, ասենց ինչ որ իմ մոտ շատ տպավորվել է, երևի միգուցե լավ չի, որ իմ մանկությունից այդպեսի ինչ-որ դաժան բաներ են տպավոր, բայց նաև դա ձևավորել է ինձ, այսինքն ես երգի նկատմամբ հենց առաջին երգի մանկության երգի այդ տպավորությունները այդպես են նաև ձևավորվել։ Այո։ Արսեն, դարձյալ մեր զրույցն ընդմիջենք, այս անգամ պետք է լսենք Բինգյոլ։ Բինգյոլը այն կատարումներից է, այն ստեղծագործություններից է, որ շատերն են ներկայացնում, շատերն են կատարել Իսահակյանական այս հրաշք ստեղծագործությունը նաև ժամանակին կարծել են, որ ժողովրդական գործ է։ Այսինքն Իսահակյանին են ասել, որ սա դու չես գրել, երբ որ Իսահակյանն ասել է, այդ կարծել են ժողովրդական գործ է։ Կան նաև հենց այսպիսի ստեղծագործություններ, որ արդեն բարձրացել են ժողովրդականի աստիճանի, ժողովրդականով, այսինքն մեղեդին ժողովրդական խոսքերն են Իսահակյանինը Կոմիտասն էլ ունի Բինգյոլի մշակում, դե Կոմիտասը բնականաբար շատ երգեր ունի, որոնք հավաքագրել է ժողովրդական երգերը մշակել է, հետագայում դե Իսահակյանը բառերն է գրել, այսինքն բնականաբար մեղեդին ժողովրդական է, բայց ինձ համար ճիշտ է բառերն էլ ես մինչև որ իմացել եմ Իսահակյանին, ես չեմ պատկերացրել, մտածել եմ դա ժողովրդական, չգիտեմ որի դարից եկած երգ է։ Մի հումորային բան էլ պատմեմ Բինգյոլի հետ կապված ու լսենք։ Ուրեմն միտեղ նստած եմ, այդպես մի մարդ է մոտենում, չգիտեմ կներեք սփյուռքա հայ էր, բայց չգիտեմ որտեղից ճիշտ կարտահայտվեմ իր ոնց որ ասեց, եկավ մոտեցավ ասեց տղա ջան մի բան հարցնեմ թունան Փինքյոլի տղան ես, ու ես ոստե Փինքյոլի տղան ես, ասում է կնոջս հետ քրազ էինք եկել, որ դու Փինքյոլի տղան ես, նա ասում է չէ, ասում է փաստորեն դու ես։ Փինքյոլը փաստորեն այս աստիճան ձեր կատարմամբ այդ շրջանն է, որ նախագծում երգել էի ու երևի լսել էին ու ուզում էին հասկանալ ես եմ, ես չեմ, այն Փինքյոլի տղան ես։ Ուրեմն այս պահին պետք է լսենք Բինգյոլի տղայի կատարմամբ Բինգյոլը։ Բարեկամներ հիշեցնեմ, որ այսօր Հայացք Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն է երգիչ Արսեն Զաքարյանը, լսում ենք Բինգյոլը։ Երբաց եղան կանան կանաչ դռները քնար դարան աղբյուրները Բինգյոլի շարվե շարան անցան զուգված ուխտերը յարսել գնաց յայլաները Շարվե շարան անցան զուգված ուխտերը Յարսել գնաց յայլաները Բինգյոլի Անգին յարիս լուս երեսին կարոտ է Նազուկ մեջքին ծոցամերի Կարոտ
մոլորվել եմ շամփաններին ծանոթ չեմ դու լճերին գետ ու քարին ծանոթ չեմ ես բանդուկտ եմ էստեղերին ծանոթ չեմ քույրիկ ասա որն է ճամփան Ես բանդուկտ եմ էստեղերին ծանոթ չեմ քույրիկ ասա որն է ճամփան որն է ճամփան որն է ճամփան Շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում, լսեցինք Արսեն Զաքարյանի կատարմամբ Բինգյոլը եւ արդեն ժամանակն է որպեսզի եզրափակենք մեր զրույցը։ Արսեն, այս պահին ինչով եք զբաղված։ Այս պահին փորձում եմ այդ ակտիվությունը պահել համերգային ծրագրեր եմ տարբեր կազմակերպում, մյուզիկ հոլերում, փորձում եմ այդ միջավայր նաև բերել կոմիտասյան շունչ, ինչը այդքան էլ հեշտ չի իրականում, բայց մարդիկ շատ ընկալում են եւ սիրում են։ Հիմա պատրաստվում եմ մյուս համերգին, որը վաղն է տեղի ունենալու, այսպես այսօր ինձ մոտ շատ լարված համերգային այդպես ինչու ոչ նաև հաճելու որ վաղ ելույթ եմ ունենալու երևույթներ են տեղի ունենում այդպես փորձում եմ պահել այդ աշխուժությունը փորձում եմ լինել երաժշտության մեջ Արսեն իսկապես ուրախ ենք որ ստացվեց այս հնարավորությունը եւ ձեզ հետ կարողացանք զրուցել լսել ձեր կատարումներից Ստեղծագործական հաջողություններ ենք ցանկանում ձեզ եւ պայմանավորվենք, որ Վանաձայնի եթերում պարբերաբար կհանդիպենք, կներկայացնենք ձեր գործունեության արդեն հաջորդիվ ընթացքը, մյուս գործունեությունը նաեւ համերգային գործունեությանը կանդրադառնանք ձեր, քանի որ այսօր մենք իսկապես մեր եթերային ժամանակը եւ մեր զրույցի նյութը չեն համընկնում, ժամանակը քիչ է, ասելիքը շատ է, սակայն կհանդիպենք եւ անպայման կշարունակենք արդեն ձեր գործունեության այլ ընթացքին ներկայացնել անդրադառնալ։ Իհարկե, շատ շնորհակալ եմ, որ ինձ հյուրընկալեցիք։ Սիրով, ուրեմն պայմանավորվում ենք, որ հանդիպելու ենք Վանաձայնի եթերում, պարբերաբար լսելու ենք ձեր կատարումներից եւ զրուցելու ենք։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր երգիչ Արսեն Զաքարյանը, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։